Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Երկու շաբաթից ջրամատակարարման նոր գրաֆիկ կներկայացվի, այսինքն կլինեն անջատումներ, հայտնել է ջրային կոմիտեի նախագահը։ Պաշտոնյան նշել է, որ Veolia ջուրը ջրամատակարարման գրաֆիկի փոփոխության մասին որոշումը չի քննարկել կոմիտեի հետ եւ չի տեղեկացրել դրա մասին։ Այդպես լինում է, որ ձեզ այդ կոմիտեի հետ չհամաձայնեցված գրաֆիկ են փոխում։ Դե փաստացի եղել է, տեսնում եք։ Բայց ինչպես է գնահատում դա։ Դե տեսակ, ինչ որոշում կայացվեց։ Այսինքն այն հիմնավորումները, որ ներկայացրել էր Վիոլան, այդ որոշումը կայացնելիս չունեն հիմքեր, այսինքն պաուստային այդ ջրային ռեսուրսների հետ կապված տվյալները եւ կորուստները, որ իրենք ասում են, դուք չեք տալիս իրանց, որ իրենք որոշում կայացնեն կամ չկայացնեն։ Երկու տարբեր բաների մասին ենք հիմա խոսում։ Տեսեք։ Այն, որ մենք ունենք սահմանափակ ջրային ռեսուրսներ, հատկապես ամառվա պիկ ամիսներին, դա փաստ է։ Այսինքն Veolian չի խափում։ Veolian ասում է նախապես, որ ժողովուրդ ջան, ամառվա ամիսներին ես 24 ժամյա ջրամատակարարում չեմ կարողանալու ապահովել։ Ինչ այդպես է, մենք ունենալու ենք ջրանջատումներ։ Հարցը հետևյալն է. այդ ջրանջատումների տևողությունը ինչպիսին պիտի լինի եւ մարզից մարզ Երևանի տարբեր թաղամասեր, փողոցից փողոց ինչպիսի փոփոխություններ են լինելու։ Մի հատ ավարտեմ, կներեք ավարտեմ։ Կարելի է ավարտեմ։ Հա, պարոն Ղալանքարյան, Կարելի է ավարտեմ։ Բայց եթե ճիշտ է, Կարելի է ավարտեմ։ Veolia ջուրը եթե ճիշտ է ասում, Թույլ կտակ ավարտեմ։ որ ձեր ասածը միջամտություն է եղել, եթե ճիշտ է Թույլ կտակ ավարտեմ, շնորհակալություն։ Հիմա նույն ժամանակացույցը 3 փողոցների տարբերությամբ հրապարակվել է անցյալ տարվա նոյեմբերին։ Այսպիսի աղմուկ չի եղել, այսպիսի աժոտաժ չի եղել։ Այսինքն ընդամենը 3 հասցե է ավելացել։ 3 հասցեի փոփոխություն է եղել։ Չնայած խնդիրներին էկոնոմիկայի նախարարը Veolia ջուրը պետականացնելու անհրաժեշտություն չի տեսնում։ Veolian 7 տարի շարունակ նույն հայտարարությունը տարածել է։ 7 տարի ոչ մեկ դրան ուշադրություն չի դարձրել։ 8-րդ տարին ընտրություններից առաջ ինչ որ մեկին դե ենթադրում եմ, հիմա արդեն շատ են վճարում, բան դեպի բան գտնես, չէ՞, ման են գալիս։ Մի տարի առաջվա, 2 ամիս առաջվա, 3 տարի առաջվա հարցազրույցներ կամ հայտարարություններ, մենք այդ բան են գտես, ասում են Veolian sense բան է հայտարարել, բարձրացնում է 7 տարի է նույն բանը հայտարարում է, բայց այդ իմաստով լավ էր։ Երբ որ հայտարարեցիք, մենք էլ հասկացանք, որ լավ բան չի, լավ հայտարարություն չի, եւ այո, կառավարության միջամտության շնորհիվ 24 ժամյա ջրամատակարարում է լինելու։ Այդ միջամտությունը ո՞նց է եղել օրինակ։ Ինչ ձև է։ Ասվել է, պետքա լինի 24 ժամյա եւ ասեք ինչ խնդիրներ կա, որ պետքա լուծվի, որպեսզի 24 ժամյա լինի, եւ կառավարությունը կլուծի այդ խնդիրները։ Ջրի կորուստը ո՞նց է գտնում։ Ջրի կորուստը նախ վերջին տարիներին ու ամեն տարի այդ թվում նաեւ այս տարի միլիարդավոր դրամների կառավարությունը ներդրումներ անում ենթակառուցվածքի մեջ։ Բայց երբ որ դու չես գողանում այդ գումարը տանում ես օրինակ ջրի ենթակառուցվածք ես կառուցում, հետո քեզ կարող ես նաև թույլ տալ, ասել քանի որ ես քո համար այսքան ենթակառուցվածք եմ սարքել, այսքան ջրագիծ եմ սարքել, սա եմ արել, դու էլ պետք պարտավոր ես ապահովել։ Veolia ջուրը ազգայնացնելու հարցը, ինչպես արդյոք հեծի է հաղթել։ Ես կարծում եմ, որ նախ այդ քննարկում չկա եւ ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունն էլ երևի թե այս փուլում չկա։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանին դուր չի եկել լրագրողի հարցը։ Լրագրողները հարցրել են վերջերս մահացած կալանավորի մասին, ինչու է ընթացնում լուրը։ Շատ մանիպուլյատիվ Ես ձեզ այլևս շատ եմ վրդովում։ Որովհետև մարդը տևական ժամանակ ամիսներ շարունակ, չէ՞ Տիկին Գալյան, մարդը դուք ձեզ մեղավոր զգում եք, ոչ ինչ եմ արել կամ ինչ պետք է անեինք, որ չենք արել։ Կմանրամասնեք ինչ էիք արել։ Խնդրում եմ, ինքներդ գործը ուսումնասիրեք, տեսեք մենք ինչ էինք արել եւ ինչ պետք է անեինք եւ դրանից հետո եզրահանգումների եկեք եւ սրանից հետո ես ձեզ թույլ չեմ տալիս ինձ նման հարցադրումներ։ Տիկին Գալյան, ես եմ որոշում, թե ես ինչ հարց պետք է, չէ, Տիկին Գալյան, այստեղ խնդիրը նա է, քաղաքացին մահանում է, քրեակատարական ծառայությունը դուք ձեզ մեղավոր զգում եք, որ այսօր ինչ որ մարդիկ օրինակ սոված Եթե իմ կողմ կամ դուք ձեզ մեղավոր զգում եք, որ ինչ որ բան չեք անում։ Չեմ բարձրաձայնում։ Լրագրողների հարցերը դուր չեն եկել նաև սոցապ նախարարի, նա բողոքել է պրոֆեսիոնալիզմի պակասից ու հեռացել։ Ինչ փոխվեց, որ որոշեցիք եւս 10,000 դրամ տալ
Ես արդեն պատասխանել եմ այդ հարցին, խնդրում եմ նայեք տեսագրությունը։ Շատ լավ, եւ եթե թոշակ եք կապացած։ Հա, մի հարց է տվեք ու պետք է գնամ էլի։ Պարոն Թորոսյան, դուք ցուցմունք եք տվել ՊՊՑ նախ։ Ես այդ հարցին եմ պատասխանել, խնդրում եմ նայեք տեսանյութը, ձեր կողմից առնվազն շատ ոչ պրոֆեսիոնալ էլ այս ձևով ճեպազրույցներ անցկացնելը շնորհակալություն։ Իսկ առողջապահության փոխնախարար Լենան Անուշյանը Facebook-ից հեռացրել է իր երեկվա տեսանյութը։ Ըստ որոշ մասնագետների փոխնախարարը ծաղրել է բժիշկների դժգոհությունները, նրանք տեսանյութի առիթով մեկնաբանություններ էին արել։ Բժիշկներն արտագաղթում են, ոլորտը կանգնած է կադրային կոլապսի առաջ։ Բժշկական համայնքը բողոք է ներկայացրել։ Լենան Անուշյանը տապալել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխումը։ Ինչու էր Սուրեն Պապիկյանը մեկնել Իրան։ Իրանագետ Նվեր Դավթյանը կարծում է Պապիկյանի այցը կարելի է դիտարկել որպես ժեստ, որ Հայաստանը չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը Իրանի հետ հարաբերություններում եւ այս այցը նաեւ նպատակ ուներ ցույց տալու, որ Հայաստանը չի կարող հարթակ դառնալ արևմտյան երկրների հակաիրանական գործողությունների համար։ Իրանի խորհրդարանի նախկին падգամավոր Ռոբերտ Բեգլարյանի կարծիքով Հայաստանի եւ Իրանի պաշտպանական համագործակցության թեման հատկապես արդիականն է թրիփ նախագծի ֆոնին։ Նա չի բացառում, որ Պապիկյանի այցը իրանցի գործընկերների կասկածները ու մտահոգությունները եւս մեկ անգամ փարատելու նպատակ ուներ։ Վիճաբանություն ու դանակահարություն Լոռիում երկու եղբայրների տեղափոխել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Շամշյանի տեղեկություններով Լոռու մարզի քրեական ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Տիգրան Բ-ին, Ասատուր եւ Արմեն Ռեերին եւ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով Լոռու մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Լոռու մարզային քննչական վարչություն։ Ռուսաստանի ԱԴՑ-ն ձերբակալել է Զապորոժիայի մարզի բնակչի, որը Ուկրաինայի անվտանգության ծառայությանը տեղեկատվություն էր փոխանցում ռուսական բանակի դիրքերի վրա հարձակումների իրականացնելու համար։ Պետական դավաճանության եւ լրտեսության հոդվածով գործ է հարուցվել, հայտնել է անվտանգության գործակալությունը։ Կիմ Չեն Ընը իր 13-ամյա դստերը նշանակել է Հյուսիսային Կորեայի միջուկային ուժերի կուրատոր։ Կիմ Չժու Են պարբերաբար հանրության շրջանում է հայտնվում հոր հետ, այդ թվում այցելում միջուկային փորձարկման վայրեր։ Հարավային Կորեայի հատուկ ծառայությունների աղբյուրները ենթադրում են, որ նրան պատրաստում են որպես Կիմ Չեն Ընի իրավահաջորդ։ Մասնավորապես հետախուզությունն արդեն գրանցել է դեպքեր, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդի դուստրը կարծիք է արտահայտել քաղաքական հարցերի վերաբերյալ։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է անցած կիրակի Սևան քաղաքի Սրբոց հրեշտակապետած եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ պատարագից հետո, որի ընթացքում չէր զեղչվել ամենայն հայոց կաթողիկոսի անունը, Փաշինյանի թիմում շփոթված են, ոչ մի կերպ չեն հասկանում արդյոք շեֆը ձեռքերը լվացել է եկեղեցու եւ վեհափարի դեմ արշավից, թե դադար է վերցրել մեծ պատերազմից առաջ եւ չի ուզում ընտրող կորցնել։ ՔՊ-ի ներսում հակված են նրան, որ առնվազն հրադադար կկնքվի այս փուլում եւ կսպասեն խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որից հետո, եթե հունիսի 7-ին իրենք հաղթեն, հարցն ինքն իրեն կլուծվի եւ վեհափառն ինքնակամ կհեռանա։ Իսկ այս փուլում արշավը շարունակելը կարող է իրենցից ձայներ տանել, ուստի պետք է դադար առնել։ Խորհրդարանական ընտրություններից առաջ եկեղեցու դեմ արշավը միայն վնասում է իրենց վարկանիշին։ Փաստը գրում է այն, որ ընտրությունների նախաշեմին Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն կերպ ու հատկապես պետական բյուջեի ու միջոցների հաշվին փորձելու են սիրաշահել ընտրողներին, պարզից էլ պարզ էր։ ՔՊ-ի ու Փաշինյանի նախընտրական բարիանալը նախ ձևական է, երկրորդ ոչ մի բարի բան չի խոստանում հեռանկարում։ Կարճ ասած Նիկոլ Փաշինյանը երեք հիշեց կենսաթոշակառուների ու նրանց ցածր կենսաթոշակների մասին։ Ու չնայած մի 2 ամիս առաջ երդվում էին, որ եթե մի 5000 դրամով թոշակները բարձրացնեն, ապա
երկրի տնտեսությունը կփլուզվի, հիմա հանկարծակի որոշեցին, որ թոշակները ապրիլի 1-ից կբարձրանա։ Ապրիլի 1-ից կենսաթոշակները կավելանան, ընդ որում համեմատաբար ցածր թոշակները կավելանան 10,000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները ավելի շատ, հայտարարել է Փաշինյանը։ Այո, այն նույն Փաշինյանը, որ ցինիզմի մաստեր-կլաս ցուցադրելով մի 2 ամիս առաջ հայտարարում էր, թե թոշակառուները չգիտեն, չեն հասկանում, թե ինչի վրա ծախսեն 10,000 դրամը, հետո ասում էր, որ եթե նույնիսկ 20,000 դրամ բարձրացնեն, թոշակառուի կյանքում բան չի փոխվելու։ Ասում էր ու պետական պաշտոնյաներին, այդ թվում իրեն բազմամիլիոնանոց պարգևավճարներ հատկացնելու որոշումներ ընդունում։ Դե հասկանալի է, իրենք գիտեն ինչպես ծախսել, իրենց կյանքում պետք է բան փոխվի ու փոխվել է, շարունակվում է փոխվել։ Օրավուր հարստանալու տեսքով, ավելին, երբ ընդդիմադիր ուժերը մատնացույց էին անում, որ հնարավոր է բարձրացնել կենսաթոշակները, ՀՊԱ-ականներով հարձակվում էին, թե անհնար է։ Ու հիմա բազմամիլիոնանոց ու չվաստակած պարգևավճարները ծախսելուց հետո ընտրություններից մի 3 ամիս առաջ հանկարծ հիշեցին թոշակառուների մասին։ Ռուսաստանում վերելակը քիչ է մնացել ճզմի բնակչին։ Տղամարդը ցանկացել է մտնել վերելակ, երբ այն հանկարծ սկսել է բարձրանալ։ Բարեբախտաբար նա հասցրել է ժամանակին դուրս ցատկել։ 20 ուխտ որակազրկվել է Օմանում անցկացվող գեղեցկության մրցույթում։ Պարզվել է, որ նրանք կոսմետիկ միջամտության են ենթարկվել։ Եվ եղանակ փետրվարի 27-ին ու 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Երևանում փետրվարի 27-ից 28-ին մարտի 1-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, գիշերը ձյան, ցերեկը ձնախառն, անձրևի տեսքով։ Հետևեք անցուդարձին ամեն երեկո, կհանդիպենք վաղը նույն ժամին։